ադրբեջանցիներ են Ատրպատական նահանգից։ Այսինքն, եւ բերեցի օրինակ, վաղը եթե Ռուսաստանի պասպորտով մի 20 հոգի ադրբեջանցի գա Հայաստան, կայնի հրապարակի մեջտեղը երկի Ղարաբաղ, Մարաբաղ եւ այլ, մենք ինչ պիտի ասենք, որ եղբայրական Ռուսաստանի քաղաքացիներ են, իսկ մեր Ռուսաստանի անձնագրով հայերը կարան գոնե մուտք գործեն Ադրբեջան։ Իհարկե ոչ, հենց այրոպորտից հետ կտան, այսինքն ԱԾ-ն փորձեց այսպես ասած ժողովրդին դնել Նիկոլա սերնդի տեղ, ոնց որ Նիկոլի գաղափարն եւ իր թիմակիցներին նա անգրագիտության մամնավորում փորձում էր ներկայացնել որպես եղբայրական Իրանի քաղաքացիներ եւ չհաջողվեց, որովհետեւ ես դրա պատասխաններ տվեցի։ Բերեցի նաեւ օրինակ երեկվայում եթերի ժամանակ, որ հավքի մի քանի հոգի քո նման երևույթների ինգերաբազ եւ գնացեք Թեհրան, եղբայրական Հայաստանի քաղաքացիներ եք։ Գնացեք Թեհրան եւ երգեք հрьяաների Հավանագիլա երգը։ Նայեք քանի րոպե հետո ձեզ պարսիկները կհավքեն, կտանեն եւ կանեն կուկուլալա տումամբա։ Իսկ թվաց դրանով ավարտվում է։ Բայց այսօր, այսինքն մեզ համար այսօր, ձեր համար էլ այսօր, ամբողջ համացանցով տարածում է տեղեկատվություն, որ ձերբակալվել է այդ տեսանյութը տարածող հայ անձնավորություն, այսինքն այն մարդը, ով առաջին է տեսանյութը գցել է համացած, դրան ձերբակալել է։ Դա դոցենտ փիլիսոփայության Ղարիբ Բաբայանն է, որը այս պահի դրությամբ գտնվում է Կվարտալի դատարանում, որտեղ որ տալիս են կալանքի սանկցիա։ Մեզ հաջողվեց պարզել, որ փիլիսոփայության դոցենտ Ղարիբ Բաբայանին տեսանյութը հրապարակման հաջորդ օրը բերման են ենթարկել ԱԾ։ Շուրջ 9 ժամ Ղարիբ Բաբայանը ենթարկվել է քննության Հայաստանի ԱԾ-ում։ Դրանից հետո մտել են այս մարդու հեռախոսները փորփել է քանդրտել եսի մինչալի բաց են թողել։ Բաց թողելուց հետո հաջորդ օրը Ղարիբ Բաբայանին հրավիրել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե, հրավիրել որ նա եկել է տարել եւ ձերբակալել են։ Հիմա Ղարիբ Բաբայանը գտնվում է Կվարտալի դատարանում։ Մենք ձեռք ենք բերել մի հատ հեռախոսահամար, փորձենք տվյալ հեռախոսահամարով կապնվել հարազատների հետ։ Նախ ես միգմանից կոչ եմ անում, մեր այդ ինչքան հասարակական կազմակերպություն կա, պատգամավորներ, քաղաքական գործիչներ